Ողջույն, այսօր կխոսեմ ինչպես քաղաքական նորություններից, այնպես էլ այն կեղտոտ տեխնոլոգիաներից, որոնք օգտագործում են քաղաքական ուժերը։ Օրվա ամենակարևոր քաղաքական լուրը Սամվել Կարապետյանի դատավարությունն էր, որի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց, բերման ենթարկվեցին Կարապետյանի աջակիցներից ոմանք, այնուհետև դատարանը որոշեց ևս 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ինչը կանխատեսելի էր։ Քարոզչական նպատակով արված հայտարարություններին, ելույթներին, հարցազրույցներին չեմ անդրադառնա, քանի որ նորմալ է, որ նրանք պետք է հայտարարեին հաղթելու ենք, իշխանությունը մեզանից վախենում է, բան չմնաց եւ այլն, եւ մի տեսակ դեժավյու էր, հիշեցի 2021 թվականի կրելու ենքը, սակայն Սամվել Կարապետյանի կողմից հնչեցրած մի միտք ուշադրության արժանի է։ Լրագրողների հետ զրույցում ի պատասխան Փաշինյանի այն հայտարարության, որ Սամվել Կարապետյանը ուղղորդվում է Ռուսաստանի կողմից, Կարապետյանը պատասխանեց, որ միակ մարդը, որ ուղղորդվում է Ռուսաստանի կողմից, դա Նիկոլ Փաշինյանն է, իրեն ուղղորդում է հայ ժողովուրդը։ Ինչ է սա նշանակում։ Արդյոք կարող ենք ենթադրել, որ հեծի շուրջ տեղի ունեցածը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը, հետապնդումները Նիկոլ Փաշինյանը անում է Ռուսաստանի ուղղորդմամբ։ Եթե այդպիսի ենթադրություններ անենք, ապա կարող ենք շատ տարօրինակ եզրահանգումների գալ, սակայն հաշվի առնելով այն, որ այս պահի դրությամբ դեռևս այլ ինֆորմացիա չունենք եւ դեռ ժամանակ ունենք հասկանալու ինչ է կատարվում, այս թեմային կանդրադառնանք հետո, եթե դրա կարիքը լինի։ Ինչ վերաբերում է իշխանության գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանը իր ոճի մեջ հաթաթա տվեց, սպառնաց ընդդիմադիրներին, նաև ազգային ժողովում հայտարարեց, որ չպետք է թույլ տալ Հայաստան դաշինքին եւ ուժեղ Հայաստանին հաղթահարել անցողիկ շեմը, եւ այստեղ մենք նորից կարող ենք ենթադրություն անել, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Գագիկ Ծառուկյանը նախկին չէ, օլիգարխ չէ, այսինքն Ծառուկյանի մասով ամեն ինչ օքեյ է։ Հաշվի առնելով սակայն այն, որ ես չեմ սիրում օդի մեջ, այսպես ասած, բաներ ասել, այս պահին կարող եմ միայն ենթադրություն անել։ Սպասենք, մինչև իրավիճակը ավելի պարզվի այս մասով։ Արման Թաթոյանը այսօր իր Facebook-յան էջում շնորհավորեց Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը եւ մի հետաքրքիր միտք, որը կընթերցեմ հիմա։ Թաթոյանը գրել է. Միևնույն ժամանակ չբացահայտված քաղաքական սպանությունը անցյալ չէ, դա ազդանշան է, որ պետությունը լիարժեք չի գործում օրենքի շրջանակում։ Պետություն, որտեղ իրական մեղավորները մնում են անպատիժ, չի կարող ամբողջությամբ իրավական համարվել։ Արդարությունը գալիս է բերելու արդարադատություն եւ իրական առաջնորդություն մեր երկրին։ Այստեղից կարող ենք արդեն հստակ եզրահանգում անել, որ Թաթոյանը, այսպես ասած, խոստանում է, որ իր իշխանության գալու պարագայում կբացահայտի հոկտեմբերի 27-ը։ Արդեն իսկ ընդդիմադիր ուժերի մեջ փաստացի մենք ունենք մի ուժ, որը հստակ անելիքի խոստում է տալիս։ Ինչքանով է դա իրատեսական, չեմ կարող ասել, ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ունենք նման իրավիճակ։ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, ով արդեն իսկ հասարակության մոտ ընկալվում է որպես բավականին օդիոզ կերպար, այսօր հնչեցրեց այսպիսի միտք. ինչ լինելու է կլինի, իսկ ինչ է լինելու, անպայման մեր ուզածը կլինի։ Հերթական ընտրողներին ներվայնացնող արտահայտություն, քանի որ այս արտահայտությունից պարզ չէ մեր ուզածը ում է վերաբերում, իրենց ընտանիքին, իրենց աջակիցներին, հայ ժողովրդին, եւ եթե ընթերցողը, լսողը, ընտրողը միանգամից ընկալի դա, որ վերաբերում է իրենց ընտանիքին, ինչը հիմնականում այդպես է լինելու է, եւ այդ ընտրողը լինի չեզոք կամ չկողմնորոշված, իսկ այդպիսիք մեծամասնություն են, ապա միանշանակ բացասական վերաբերմունք է դրսևորելու ուժեղ Հայաստանի նկատմամբ։ Անհասկանալի է, ինչի համար է այս փուլում պետք նման ներվայնացնող, ընտրողներին գրգռող խոսույթ։ Հիմա կխոսեմ կեղտոտ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են քարոզարշավի ժամանակ։ Իդեպ այս փուլում Հայաստանում հիմնականում այդ տեխնոլոգիաները օգտագործում են ՔՊ-ն եւ ուժեղ Հայաստանը։ Քաղաքագիտության մեջ այս երևույթը ընդունված է անվանել նեգատիվ արշավ, ապա տեղեկատվություն, թվային մանիպուլյացիա, քարոզչություն, սակայն հանրային խոսույթում մեկ բառով մենք այս ամենը անվանում ենք կեղտոտ տեխնոլոգիաներ։ Խոսքն այն քաղաքական ազդեցության միջոցների մասին է, որոնց նպատակն է մարդկանց համոզել ոչ թե փաստերով, այլ ազդել նրանց զգացմունքների, էմոցիաների վրա։ Կեղտոտ տեխնոլոգիաների առանձնահատկությունն այն է, որ նրանք աշխատում են ոչ թե մարդկանց գիտակցության, այլ թուլությունների վրա։ Նրանք օգտագործում են մարդկանց զգացմունքները, վախը, զայրույթը, հոգնածությունը,
մարդկանց կողմից այն ցանկությունը, որ նրանք ցանկանում են բարդ հարցերին ստանալ պարզ, հեշտ և արագ պատասխաններ։ Հենց այդ պատճառով էլ կեղտոտ տեխնոլոգիաները շատ լավ են աշխատում։ Ի դեպ, քաղաքական հոգեբանությունը վաղուց ապացուցել է, որ նեգատիվ ինֆորմացիան մարդիկ շատ ավելի հեշտ և արագ են ընկալում, քան պոզիտիվ ինֆորմացիան։ Հենց սա է պատճառը, որ քաղաքական պայքարում ապոնենտները փորձում են մեկը մյուսին սևացնել, սակայն չի կարելի շփոթել սա սուր քննադատության հետ։ Ինչպես տարբերակենք, օրինակ, սուր քննադատությունը, ինչը ժողովրդավարության մեջ նորմալ երևույթ է, մանիպուլյացիայից։ Նախ պետք է նկատի ունենանք, որ երբ բանավեճը փաստերի հարթակից տեղափոխվում է էմոցիոնալ դաշտ, դա արդեն մանիպուլյացիա է։ Օրինակ, երբ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորը հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին պետբյուջեի մսխումների վերաբերյալ, և Նիկոլ Փաշինյանը փոխանակ պատասխանի հարցին սկսում է հիշել նախկիններին, այդ պատգամավորի խմբակցության ղեկավարին, նրա կողմից կատարված թալանին և հարցը ամբողջովին տեղափոխում է էմոցիոնալ տիրույթ, այդպես էլ չպատասխանելով հարցին։ Սա մանիպուլյացիա է։ Արդյունքում հարցը պատասխան չի ստանում, տուժում է հասարակությունը, քանի որ հարցը կար, պատասխանը չկա, բայց Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնելով շահեկան վիճակում է հայտնվում։ Ամենատարածված կեղտոտ տեխնոլոգիաներից է վախի քաղաքականությունը, երբ որևէ ուժ հայտարարում է, որ իր չընտրվելու դեպքում լինելու է անկառավարելի քաոս, վատագույն սցենարներն են լինելու, կատաստրոֆա է լինելու, տնտեսական անկում, պատերազմ և այլն։ Այս դեպքում արդեն ընտրողը ընտրություն կատարելիս առաջնորդվում է ոչ թե քաղաքական կուսակցությունների ծրագրերը համեմատելով, այլ ելնելով վատագույն սցենարի։ Այս պարագայում ընտրությունը դառնում է ոչ թե հանուն ապագայի, այլ փախուստ սպառնալիքից, որը հիմնականում հորինված է։ Ի դեպ, վախի գործոնը ամենատարածվածներից է և շատ հարմար է օգտագործել, քանի որ այս պարագայում արդեն ընտրողների գիտակցությունը մթագնում է և ակտիվանում է ինքնապաշտպանական բնազդը։ Նրանք ընտրություն են կատարում ելնելով իրենց էմոցիոնալ ֆոնից։ Մանիպուլացնելու հաջորդ տեխնոլոգիան ապատեղեկատվությունն ու քարոզչությունն է։ Ի դեպ, Քեմբրիջի համալսարանը բավականին հետաքրքիր աշխատություն ունի այս մասով, որտեղ ապատեղեկատվությունը դիտարկվում է ժողովրդավարության համար որպես համակարգային սպառնալիք։ Պետք է նաև հասկանալ, որ քարոզչությունը դա ուղիղ իմաստով սուտը չէ, այլ ընտրողաբար լուսաբանումը, էմոցիաների վրա ազդելով լուսաբանումը, ինչի արդյունքում մարդիկ սկսում են ճշմարտությունը չտարբերակել մանիպուլյացիայից։ Օրինակ բերեմ, ՔՓ-ն հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի գործակալ է։ Ստեղծվում են տեսահոլովակներ, որտեղ շատ ազդեցիկ ձայնով ինչ-որ մեկը պատմում է հուզիչ կերպով, որ Սամվել Կարապետյանը եկել է, որպեսզի Հայաստանը դարձնի Ռուսաստանի ծայրագավառ։ Այս թեզը սկսում են տարածել իշխանության ներկայացուցիչները, վերցնում են և տեղադրում են իշխանական ԶԼՄ-ները։ Հայտնվում են բազմաթիվ օգտատերեր, ովքեր սկսում են ակտիվ մեկնաբանել և տարածել այս լուրը։ Չեզոք, քաղաքականությունից այդքան չհասկացող և չկողմնորոշված ընտրողը, տեսնելով այս վիճակը, երբ ԶԼՄ-ները լուսաբանում են, իշխանության ներկայացուցիչները անդրադառնում են այդ թեմային, տարածում են, նաև կան բազմաթիվ օգտատերեր, ովքեր համակարծիք են այդ թեմային, կարող է դրսևորել երկու տիպի պահվածք։ Առաջին դեպքում նա ստուգում է, փորձում է ստուգել և հասկանալ, որքանով է ճիշտ այս տեղեկությունը, և չգտնելով որևէ ապացույցներ, կարող է ուղղակի այլևս դադարել վստահել ԶԼՄ-ներին և դառնալ անտարբեր։ Եվ երկրորդ տարբերակ ուղղակի մանիպուլյացիային ենթարկվում է և հավատում է։ Թվային դարաշրջանում այս ամենին գումարվում է նաև ալգորիթմային և պլատֆորմային մանիպուլյացիան։ Ի դեպ, այս մասով բավականին հետաքրքիր աշխատություն ունի Oxford University Press-ը, որտեղ սա բնութագրվում է որպես համացանցում քաղաքական ազդեցության տարածման նոր մեթոդ։ Սա այն հարթակն է, որտեղ գործի են դրվում բոտերը, արհեստական օգտահաշիվները, ցանցային հարձակումները։ Օրինակ բերեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անկախ նրանից, որ մենք պարտվել ենք պատերազմում, կարևորը մենք մեզ պարտված չհամարենք։ Եվ բազմաթիվ օգտատերեր լայքում են, սկսում են տարածել նրա այդ միտքը, մեկնաբանություններ են գրում ակտիվ, ինչ որ մարդիկ սկսում են այս թեմայով, խոսքը սոցիալական հարթակների մասին է,
տարբեր կարծիքներ գրել, համակարծիք լինել նրա հետ եւ առաջին հայացքից տպավորություն է, որ այս միտքը վայելում է հասարակության լայն աջակցությունը։ Եվ երբ հայտնվում է ինչ-որ մեկը, ով փորձում է հակադարձել եւ օրինակ մեկնաբանություն է գրում, որ համաձայն չէ այդ մտքի հետ, տեղի ունենում ցանցային հարձակվում են այս մարդու վրա եւ փորձում են նրան ամեն կերպ ստիպել, որ կամ նա դուրս գա այդ քննարկումից, հոգնի այսպես ասած եւ դուրս գա եւ երկրորդ տարբերակը սկսի կասկածել ինքն իր կարծիքի վրա, արդյոք ինքը ճիշտ է, որ այդպես է մտածում, ի նկատի ունենալով այն, որ թեման վայելում է այսպիսի մասսայական աջակցություն, որը արհեստական է եւ նորից մանիպուլյացիայի ու տեխնոլոգիայի կիրառման արդյունք։ Այսքանով իհարկե կեղտոտ տեխնոլոգիաների գործիքները չեն ավարտվում, սակայն այս եթերի ժամանակ այսքանը, մնացածի մասին կխոսեմ մեկ այլ եթերի ընթացքում։ Եվ վերջում, երբ որևէ նյութ եք կարդում կամ ինչ-որ տեսահոլովակ եք դիտում, մի ալարեք, անպայման վերլուծեք եւ փորձեք հասկանալ, արդյոք տեխնոլոգիաներ են կիրառում եւ ձեզ փորձում են խաբել ու մանիպուլացնել, թե տվյալ նյութը արժանի է վստահության։ Մի թողեք, որպեսզի քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ձեզ մանիպուլացնեն իրենց նպատակների իրագործման համար։